70 տարեկանում նա փոխեց իրավիճակը, և ոչ ոք դա չէր կանխատեսում։ Երբ մայրիկս Գոհարը 70 տարեկան դարձավ, ամբողջ ընտանիքը համաձայն է մեկ բանի հետ. նա ավարտեց ամեն ինչ։ Իհարկե, ոչ ոք դա չասաց այդ խոսքերով, ոչ ոք նրան չնայեց ու չասաց. «Մայրիկ, դու ավարտեցիր»։ Բայց նրա գործողություններն ամեն ինչ ասում էին, նրա հայացքն ամեն ինչ ասում էր, այն ձևը, որով նրանք սկսեցին խոսել նրա մասին երրորդ դեմքով, նույնիսկ երբ նա սենյակում էր, ամեն ինչ ասում էր։ Մայրիկն այլևս չի կարող մենակ մնալ։ Մայրիկին մոտակայքում ինչ-որ մեկը պետք է։ Մայրիկն ամեն ինչ մոռանում է։ Մայրիկն այսօր չի հասկանում, թե ինչպես են գործերը ընթանում։ Իմ անունը Նվարդ է, ես 4 քույր եղբայրներից կրտսերն եմ։ Եվ սա ասում եմ ձեզ, որովհետև այնինչ արեց մայրս, երբ բոլորը մերժեցին նրան, ամենաանհավանական բանն է, որ ես երբևէ տեսել եմ մարդու մեջ, և ես շատ բան եմ տեսել իմ կյանքում։ Մայրս Դիլիջանից էր, քաղաք, որը գտնվում է հյուսիսային Հայաստանի անտառների մեջտեղում, այնքան կանաչ, որ թվում է, թե ինչ-որ մեկը այն դիտավորյալ է նկարել։ Նա ծնվել է այնտեղ 53 թվականին, Տիգրան անունով մեղվապահի և Հրանուշ անունով բուսակերի դուստր, որը գիտեր այդ լեռների բոլոր բուժիչ բույսերը, անունով, հոտով և գործառույթով։ Իմ տատիկ Հրանուշը հայտնի էր տարածաշրջանում, ոչ թե հեռուստատեսությամբ, այլ հին ձևով, բերանացի խոսքով. «Գնա խոսիր Հրանուշի հետ, նա կլուծի խնդիրը»։ Հարևան գյուղերից մարդիկ գալիս էին ցավերով, հիվանդություններով, խնդիրներով, որոնք քաղաքի բժիշկները չէին կարողանում բուժել, իսկ տատիկս դեղամիջոցներ էր պատրաստում Դիլիջանի շրջակա անտառներից հավաքած բույսերով. թեյեր, քսուքներ, թուրմեր, թռչոցներ, բոլորը ձեռքով պատրաստված, բոլորը հիմնված էին մորից դստերը սերնդեսերունդ փոխանցվող գիտելիքների վրա։ Մայրս մեծացել է այս աշխարհում, մանկուց նա ուղեկցել է տատիկին անտառներով, սովորելով տարբերակել յուրաքանչյուր բույս, յուրաքանչյուր արմատ, յուրաքանչյուր ծաղիկ։ Նա գիտեր, թե որ խոտաբույսն է գլխացավի, որը բորբոքման, որը անհանգստության, որը թունավոր է և պետք է խուսափել դրանից։ Այս գիտելիքը նրա մեջ էր ինչպես իր խոսած լեզուն։ Դա գիտակցաբար սովորած բան չէր, դա իր էության մի մասն էր կազմում։ Բայց կյանքը մորս այլ ճանապարհով տարավ։ Նա երիտասարդ տարիքում ամուսնացավ հորս, Վարդգեսի հետ, որը ֆիզիկայի պրոֆեսոր էր Երևանում։ Նա տեղափոխվեց մայրաքաղաք։ Նա ուներ 4 երեխա՝ Լևոնը, Հայկը, Անուշը և ես, Նվարդը։ Նա դարձավ տնային տնտեսուհի, քանի որ դա էր սպասվում իրենից, և տարիներն անցան երեխաներ մեծացնելու, տունը պահելու, ամուսնուն աջակցելու, ուրիշների համար գոյություն ունենալու այդ ռեժիմով։ Բույսերի մասին գիտելիքները պահպանվեցին, ոչ թե մոռացված, պահպանվեցին։ Մայրս դեռ թեյեր էր պատրաստում, երբ մեկը հիվանդ էր լինում։ Նա դեռ ճանաչում էր բուժիչ խոտաբույսերը, երբ տեսնում էր դրանք շուկայում կամ այգում։ Նա դեռ խոսում էր բույսերի մասին աչքերում այն փայլով, որը հազվադեպ էր հայտնվում իր վարած տնային կյանքում։ Բայց դա վերաբերվում էին որպես հետաքրքրասիրության, որպես տարեց կնոջ հոբբիի, որպես անցյալից մի բանի։ Հայրս մահացավ, երբ նա 62 տարեկան էր։ Երեխաներն արդեն մեծ էին, ամուսնացած, ունեին իրենց սեփական կյանքը։ Լևոնը բժիշկ էր Երևանում, Հայկն աշխատում էր տեխնոլոգիական ոլորտում, Անուշը իրավաբան։ Ես ամենափոքրն էի, կենսաբանության ուսուցչուհի, նա ով մնում էր նրա ամենամոտ մարդը։ Եվ մայրս մենակ մնաց Երևանյան բնակարանում, որը 30 տարի ընտանիքի տունն էր եղել։ 62-ից 70 տարիները ջնջման տարիներ էին, ոչ թե որովհետև որևէ դրամատիկ բան տեղի ունեցավ, այլ հենց որովհետև ոչինչ տեղի չունեցավ։ Մայրս այդ բնակարանում գոյություն ուներ որպես ստվեր այն բանի, ինչն նախկինում էր, առանց նպատակի, առանց ուղղության, առանց որևէ մեկի, ով նրա կարիքն ուներ այնպես, ինչպես նա էր կարիքն ունեցել իր ողջ կյանքի ընթացքում։ Երեխաները պարտավորվածությունից դրդված էին գալիս, նրանք այցելում էին ըստ ժամանակացույցի, և յուրաքանչյուր այցելության, յուրաքանչյուր զանգի ժամանակ տոնը նույնն էր՝ արհամարհական հոգատարություն, սահմանափակ համբերություն և այն հատուկ հրատապությունը, որ մարդը կատարում է իր պարտականությունը և ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերադառնալ իրական կյանքը։ Երբ նա հիշատակում էր բույսերը, երեխաների աչքերը փայլում էին։ Դեղագիտության ամբիոնում իմ գործընկերը համաձայնվեց վերլուծել մորս պատրաստուկներից մի քանիսը։ Եվ երբ արդյունքները սկսեցին հայտնի դառնալ, ես գրեթե աթոռիցս ընկա։ Մայրիկիս պատրաստած բուսական խառնուրդներից մեկի հակաբորբոքային հատկությունները համեմատելի էին առևտրային դեղամիջոցների հատկությունների հետ։ Դիլիջանի որոշակի բույսից նրա պատրաստած քսուքը ցույց տվեց զգալի հակամանրեային ակտիվություն։ Հրանուշ տատիկի կողմից իրեն փոխանցված անհանգստության թեյը պարունակում էր միացություններ, որոնք ժամանակակից գիտությունը նոր էր սկսում ուսումնասիրել։ Մայրս չէր զբաղվում ֆոլկլորով,
Նա զբաղվում էր բարձր մակարդակի էմպիրիկ դեղագիտությամբ, որը հիմնված էր դարավոր դիտարկումների և փորձերի վրա, որոնք բանավոր փոխանցվել էին կնոջից կնոջ։ Համալսարանի պրոֆեսորն այնքան տպավորված էր, որ խնդրեց հանդիպել մորս հետ։ Եվ երբ երկուսով նստեցին, դոկտորական աստիճան ունեցող գիտնականը և դիլիջանցի տարեց կինը, որը դիլիջանցի էր առանց որևէ աստիճանի, և 3 ժամ զրուցեցին բույսերի, միացությունների, ազդեցությունների և դեղաչափերի մասին, պրոֆեսորը հետագայում ինձ ասաց. Քո մայրը գիտի այնպիսի բաներ, որոնք բացահայտելու համար տարիներ կպահանջվեին հետազոտություններ։ Նա կենդանի գանձ է։ Կենդանի գանձ։ Կինը, որին իր երեխաները վերաբերվում էին որպես թանգարանային նմուշի, կենդանի գանձ էր։ Հաջորդը արագ էր, ավելի արագ, քան մենք բոլորս սպասում էինք։ Ուսուցիչը մորս կապեց Երևանում գործող բնական կոսմետիկայի մի ընկերության հետ, որը հենց դա էր փնտրում, գիտական հիմնավորմամբ հայկական ավանդական բույսերի վրա հիմնված բանաձև էր։ Նրանք եկան, խոսեցին մորս հետ, փորձարկեցին արտադրանքը և 6 ամսից էլ քիչ ժամանակում առաջարկ արեցին։ Նրանք ցանկանում էին թողարկել Գոհար Սարգսյանի բաղադրատոմսերի հիման վրա արտադրվող ապրանքների շարք՝ քսուկներ, բուժիչ թեյեր։ Նրա անունով, նրա պատմությամբ, նրա դեմքով փաթեթավորման վրա։ Մայրս հրաժարվեց դեմքը դնել փաթեթավորման վրա։ Դրեք անտառը դրա վրա, ասաց նա, ահա թե որտեղից է այն եկել։ Պայմանագիրը ներառում էր հոնորարներ, վաճառված յուրաքանչյուր ապրանքի որոշակի տոկոս։ Եվ երբ Լևոնը, իմ եղբայրը, որը բժիշկ է, իմացավ պայմանների մասին, զանգահարեց ինձ այնպիսի ձայնով, որը խառնում էր անհավատատությունը և մի բան, որը ես բավարարվածության հետ նույնացնում էի որպես նվաստացում։ Մայրիկես այս խոտաբույսերով ավելի շատ կվաստակի, քան ես իմ գրասենյակում եմ վաստակում։ Այդպես է թվում, ասացի ես։ Լռություն։ Հաջորդ տարվա մարտին թողարկվեց շարքը, 7 ապրանք, բոլորը հիմնված էին հրանուշ տատիկի կողմից մորս փոխանցված բաղադրատոմսերի վրա, որոնք մայրս պահպանել էր 70 տարի և որոնք ժամանակակից գիտությունը հաստատել էր։ Վաճառքը գերազանցեց կանխատեսումները առաջին ամսում։ 3-րդ ամսում ընկերությունը ընդլայնեց շարքը, հասցնելով 12 ապրանքի։ 6-րդ ամսում դրանք սկսեցին արտահանել Վրաստան և Իրան։ Մայրս, Գոհարը, տնային տնտեսուհին, լուր այրին Երևանյան բնակարանում ավելի շատ փող էր վաստակում, քան երբևէ տեսել էր իր ողջ կյանքում։ Բայց նրա համար կարևորը փողը չէր, կարևորը ուրիշ բան էր։ Նվարդ, մի գիշեր նա ինձ ասաց նստած բնակարանի խոհանոցում, որի պատուհանագոգերին այժմ խոտաբույսերի ամաններ կային։ Ես 30 տարի մտածել եմ, որ իմ գիտածը արժեք չունի։ Նա, ով չունի դիպլոմ, խոսում է դեղագիտության ուսանողների հետ, ովքեր նշումներ են անում յուրաքանչյուր բառի վերաբերյալ։ Նա կրթաթոշակ է ստեղծել գյուղական գյուղերի կանանց համար, ովքեր ունեն ավանդական գիտելիքներ և ցանկանում են դրանք փաստաթղթավորել։ Եվ Երևանյան բնակարանը, որը մի ժամանակ նրա գերեզմանն էր, այժմ լի է կանքով, բույսերով, տետրերով, մարդկանցով, ովքեր գալիս են նրա հետ խորհրդակցելու, անընդհատ շարժումով։ Լևոնն այժմ իր մոր արտադրանքը խորհուրդ է տալիս հիվանդներին։ Հայկը ստեղծել է ապրանքանիշի կայքը, Անուշը զբաղվում է իրավական հարցերով, և ես ամենափոքրը, նա ով մոտ մնաց, նա ով այդ օրը նրան տարավ Դիլիջան, պատասխանատու եմ նրա պատմությունը պատմելու համար։ Մի անգամ եղբայրներս հարցրին, թե արդյոք նա ներում է իրեն չհավատալու համար։ Ներելու բան չկա, ասաց նա։ Դու արեցիր այն, ինչ անում են մարդկանց մեծ մասը, նայեցիր տարիքին և տեսար սահմանափակում։ Բայց տարիքը սահմանափակում չէ, տարիքը պուտակում է։ Դա ամեն ինչ է, ինչ դու ապրել ես, ամեն ինչ, ինչ սովորել ես, ամեն ինչ, ինչ պահել ես, միասին, կենտրոնացված, պատրաստ օգտագործման։ Խնդիրը ծերանալը չէ, խնդիրն այն է, որ թույլ տաս ուրիշներին համոզել քեզ, որ հինը նշանակում է անօղուտ։ Իմ տատիկ Հրանուշը գիտեր սա, իմ մորը 70 տարի պահանջվեց դա սովորելու համար, բայց նա սովորեց։ Եվ Դիլիջանի անտառը, որը իր լուր բույսերում դարերի գիտելիքներ է պահում, ամեն գարուն ժպտում է, երբ մայրս վերադառնում է այնտեղ այցելելու։ Մի անգամ եղբայրներս հարցրին, թե արդյոք նա ներում է իրեն չհավատալու համար։ Ներելու բան չկա, ասաց նա։ Դու արեցիր այն, ինչ անում են մարդկանց մեծ մասը, նայեցիր տարիքին և տեսար սահմանափակում։ Բայց տարիքը սահմանափակում չէ, տարիքը կուտակում է։ Դա ամեն ինչ է, ինչ դու ապրել ես, ամեն ինչ, ինչ սովորել ես, ամեն ինչ, ինչ պահել ես, միասին, կենտրոնացված, պատրաստ օգտագործման։ Խնդիրը ծերանալը չէ, խնդիրն այն է, որ թույլ տաս ուրիշներին համոզել քեզ, որ հինը նշանակում է անօղուտ։ Իմ տատիկ Հրանուշը գիտեր սա, իմ մորը 70 տարի պահանջվեց դա սովորելու համար, բայց նա սովորեց։ Եվ Դիլիջանի անտառը, որը իր լուր բույսերում դարերի գիտելիքներ է պահում, ամեն գարուն ժպտում է, երբ մայրս վերադառնում է այնտեղ այցելելու։
Մի անգամ եղբայրներս հարցրին, թե արդյոք նա ներում է իրեն չհավատալու համար։ Ներելու բան չկա, ասաց նա։ Դու արեցիր այն, ինչ անում են մարդկանց մեծ մասը, նայեցիր տարիքին եւ տեսար սահմանափակում։ Բայց տարիքը սահմանափակում չէ, տարիքը կուտակում է։ Դա ամեն ինչ է, ինչ դու ապրել ես, ամեն ինչ, ինչ սովորել ես, ամեն ինչ, ինչ սովորել ես, ամեն ինչ, ինչ պահել ես, միասին կենտրոնացված պատրաստ օգտագործման։ Խնդիրը ծերանալը չէ, խնդիրն այն է, որ թույլ տաս ուրիշներին համոզել քեզ, որ հինը նշանակում է անողուտ։ Սա համառ է, սա ուշադրության կարիք ունի, սա պտուղ է տալիս միայն այն ժամանակ, երբ ուզում է։ Նրա կյանքը սովորական հայ գյուղացու կյանք էր, աշխատասիրություն, քիչ փող, շատ արժանապատվություն։ Նա խաղող էր տնկում, տնական գինի էր պատրաստում եւ վաճառում էր այն, ինչ կարողանում էր տեղական շուկայում։ Նա ամուսնացավ իմ մեծ տատիկի, Սիրանուշի հետ։ Նա երեխաներ ունեցավ։ Նա կորցրեց Սիրանուշին քաղցկեղից 62 տարեկանում։ Նա շարունակեց իր կյանքը։ 70 տարեկանում նրա երեխաների ու թոռների մեծ մասը լքել էր Արարատը, գնացել էին Երևան, Մոսկվա, Լոս Անջելես։ Հայ երիտասարդների արտագաղթը, թողնելով ծերերին ու խաղողի այգիները։ Վազգենը մնաց։ Հողը չի գնա, ասում էր նա, եւ ես էլ չեմ գնա։ 75 տարեկանում ամեն ինչ ցույց էր տալիս, որ նա իր վերջին տարիները կապրի հանգիստ, խնամելով խաղողի այգին, որը ամեն եղանակ կրճատվում էր, քանի որ երիտասարդ ձեռքեր չկային օգնելու համար։ Նրա երեխաները փող ուղարկեցին եւ խնդրեցին նրան վաճառել հողը եւ գնալ ապրելու ինչ-որ մեկի հետ։ Նա հրաժարվեց։ Հողը վաճառելը նշանակում է վաճառելի մեությունը։ 80 տարեկանում ինչ-որ բան պատահեց։ Երևանից մի գործարար եկավ տարածաշրջան, անշարժ գույքի նախագծի համար հող փնտրելու։ Նա Վազգենին առաջարկեց զգալի գումար խաղողի այգու համար, բավարար, որպեսզի նա կարողանա հարմարավետ ապրի իր կյանքի մնացած մասը։ Երեխաները չափազանց ուրախ էին։ Ընդունիր, հայրիկ, դա ավելի շատ գումար է, քան մենք միասին տեսել ենք։ Վազգենը լսեց առաջարկը։ Նա նայեց գործարարին, ապա նայեց խաղողի այգուն, որդատունկերի շարքերին, որոնք տնկել էր իր հայրը, որոնք տնկել էր իր պապը իրենից առաջ, որոնք այդ հողում էին եղել սերունդներ շարունակ։ Եվ ես ասացի ոչ, բայց դա դրանով չավարտվեց, որովհետև Վազգենը պարզապես չասաց ոչ մերժելու համար։ Նա ասաց ոչ, որովհետև ուներ մեկ այլ ծրագիր։ Ծրագիր, որը նրա ներսում խմորվում էր, ինչպես գինին, դանդաղ, մթության մեջ, ժամանակի ընթացքում խորություն ստանալով։ Ես չեմ վաճառելու հողը, ասաց նա իր հավաքված ընտանիքին։ Ես գինի եմ պատրաստելու, իսկական գինի, ոչ թե այն տնական գինին, որը ես պատրաստում եմ հարևանների համար, մասնագիտական գինի, շշալցված, պիտակով վաճառելու համար։ Արձագանքը այնպիսին էր, ինչպիսին կարող եք պատկերացնել։ Պապիկս, Վազգենի որդին, ասաց, որ նա ծերունական է, մայրս ասաց, որ դա անհանգստացնող է, թոռները ծիծաղեցին, բոլորը ծիծաղեցին։ 80 տարեկան, գինեգործության պաշտոնական ուսուցում չկա, մասնագիտական սարքավորումներ չկան, ներդրումներ կատարելու գումար չկա, առանց դիստրիբուտորների, առանց շուկայավարման, միայն հին խաղողի այգի, կնճռոտ ձեռքերը եւ համառությունը, որը Արարատ լեռը կդարձներ ճկուն։ Եվ նա սկսեց։ Սկզբում նա սովորեց։ 80 տարեկանում Վազգենը սկսեց կարդալ մասնագիտական գինեգործության մասին։ Նա խնդրեց իր թոռնիկին, որը ապրում էր Երևանում, գրքեր բերել իրեն։ Երբ նա իմացավ, որ ինտերնետում տեղեկատվություն կա, խնդրեց նույն թոռնիկին սովորեցնել իրեն, թե ինչպես օգտագործել պլանշետ։ Նրան շաբաթներ պահանջվեցին հիմունքները սովորելու համար։ Նրա հաստ կոշտացած մատները սխալներ էին թույլ տալիս ստեղների հետ։ Էկրանը պատշաճ կերպով չէր արձագանքում 60 տանի գետնին անցկացրած ձեռքերի հպումներին, բայց նա սովորեց, եւ նա խորացավ։ Նա դիտում էր ֆրանսիացի գինեգործների տեսանյութեր, նա կարդում էր հոդվածներ հայկական գինու վերածնդի մասին։ Հայաստանը, որը համարվում էր համաշխարհային գինեգործության օրրանը, վերածնունդ էր ապրում, նոր գինեգործարաններով, որոնք արժանանում էին միջազգային մրցանակների։ Նա ուսումնասիրեց տեղական հայկական խաղողի տեսակները՝ արենի, ոսկեհատ, կանգուն եւ հասկացավ այն մարդու իմաստությամբ, ով ճանաչում էր այդ խաղողը դեռևս կարդալ չկարողանալուց առաջ, որ այն, ինչ ժամանակակից գինեգործները հայտնաբերում էին, այն էր, ինչ նա արդեն գիտեր տասնամյակներ շարունակ։ Հետո նա հարմարվեց։ Մասնագիտական սարքավորումները արժեցան մի ամբողջ կարողություն, որը նա չուներ։ Այսպիսով նա իմպրովիզացրեց։ Նա հարմարեցրեց կաղնետակառները, որոնք ձեռք էր բերել գինեգործարանից, որը համալրվում էր։ Նա կառուցեց ձեռագործ մամլիչ փայտից եւ երկաթից, ինքն իր ձեռքերով։ Նա իր տան նկուղը վերածեց խմորման տարածքի, որը գեղեցիկ չէր, բայց ֆունկցիոնալ էր։ Ապա նա դա արեց։ Առաջին բերքահավաքից, եթե կարելի է այդպես անվանել, ստացվեց 200 շիշ։ Նա յուրաքանչյուրը լցրեց ձեռքով։ Նա յուրաքանչյուրը ձեռքով խցանեց։
Եվ պիտակը, որը նախագծել էր 9 տարեկան ծոռնուհիս, որը ես էի, պարզ էր՝ Մանուկյան, Արարատ, Արենի նուար։ Գինին լավն էր, 80-ամյա սիրողականի համար լավը չէր, իսկապես լավ, որովհետև Վազգենը սիրողական չէր։ Նա մի մարդ էր, որը 60 տարի անցկացրել էր խաղող դիտարկելով, զգալով հողը, փորձարկելով այնպիսի համադրություններ, որոնք գինեգործները կանվանեին տերուար, իսկ ինքը թույլ տալ խաղողին անել այն, ինչ գիտի։ Նա 6 շիշ տարավ Երևան, ոչ թե խանութներ, նա խանութների հետ ոչ մի շփում չուներ։ Նա դրանք տարավ մի ռեստորան, որի տերը արարացի մի մարդու որդի էր, որին Վազգենը ճանաչում էր։ Տանտերը համտեսեց դրանք, նա մի պահ լռեց, նա կրկին համտեսեց դրանք։ Որտեղից գնեցիր այդ խաղողը։ Ես չեմ գնել, այն իմ խաղողի այգուց է։ Եվ ով է պատրաստել գինին։ Ես արեցի։ Սեփականատերը նայեց նրան, 80-ամյա տղամարդուն, գյուղացիական ձեռքերով եւ մաշված վերարկով եւ ասաց. Ես 100 շիշ եմ ուզում։ Վազգենը 100 շիշ չուներ։ Ես տանը 194 ունեի մնացած։ Նա 100-ը վաճառեց ռեստորանին։ Եվս 50-ը վաճառեց Դիլիջանի մի հյուրանոցի, որը ռեստորանատիրոջ խորհուրդ էր տվել։ Եվ 44-ը նա պահեց, որը բաժանեց իր ընտանիքին հրահանգով։ Փորձեք դրանք եւ ասեք, ծերունի եմ։ Ոչ ոք չասաց, որ Նազարամյալ է այն համտեսելուց հետո։ Երկրորդ բերքն ավելի մեծ էր։ Վազգենը վարձեց 2 օգնական, տարածաշրջանից երիտասարդներ, որոնք գործազուրկ էին եւ որոնք նա անձամբ էր վերապատրաստել։ Առաջին վաճառքից ստացված գումարը նա ներդրեց ավելի լավ սարքավորումների մեջ։ Նա գնեց նոր տակառներ եւ նա արտադրեց 800 շիշ։ Երևանից մի գինու քննադատ համտեսեց Մանուկյան Արենի նուարը եւ գրեց մի ակնարկ, որը շրջանառվեց մասնագիտացված շրջանակներում։ Նա օգտագործեց այնպիսի բառեր, ինչպիսիք են իսկական, խորը, յուրաքանչյուր կումում հայկական հողի հոգով։ Եվ վերջում նա գրեց. պատրաստված է 81 տարեկան տղամարդու կողմից, ով սկսել է, երբ շատերը հանձնվում են։ Եթե դա քաջության սահմանումը չէ, ապա չգիտեմ ինչ է։ Երրորդ խմբականակը 2000 շիշ վաճառվեց 3 շաբաթվա ընթացքում։ Կապ հաստատեց Լոս Անջելեսից մի դիստրիբյուտոր, ապա մեկը Փարիզից, ապա մեկը Մոսկվայից։ 83 տարեկան հասակում Վազգեն Մանուկյանը հայկական գինի էր արտահանում 3 մայրցամաք։ Գումարը եկավ։ Այն եկավ այնպես, ինչպես նա երբեք չէր պատկերացրել, եւ անկեղծ ասած դա նրա համար կարևորը չէր։ Նա դրա մի մասն օգտագործեց խաղողի այգին արդիականացնելու համար, մի մասը տարածաշրջանում աշխատատեղեր ստեղծելու համար։ Այժմ նրա մոտ աշխատում էին 10 մարդ։ Մի մասը Արարատը խաղողի այգին տարիներ շարունակ ավերված ճանապարհը վերանորոգելու համար, եւ մի մասը, այն մասը, որի մասին ամեն անգամ մտածելիս ես լաց եմ լինում, տարածաշրջանի երիտասարդների համար գինեգործության դպրոց ստեղծելու համար, որպեսզի իր ունեցած գիտելիքները չմեռնեն նրա հետ։ Ընտանիքը փոխեց այն օրը, երբ միջազգային գինու ամսագիրը Մանուկյան Արենի նուարը ներառեց աշխարհի 50 լավագույն գինիների ցանկում, պատրաստված անկախ արտադրողների կողմից։ Պապիկս, որդին, որը նրան անվանել էր ծերունի, այդ օրը ինձ զանգահարեց այնպիսի ձայնով, որը ես երբեք չէի լսել։ Մարիամ, տեսա՞, տեսա պապիկ։ Լռություն։ Ապա նա միշտ գիտեր, այնպես չէ, նա միշտ գիտեր։ Դու գիտեիր։ Եվ մենք ծիծաղեցինք նրա վրա։ Նրանք ծիծաղեցին։ Ավելի երկար լռություն։ Ինչպես ներողություն խնդրեմ մի մարդուց, ով ինձ սխալվեց ամենագեղեցիկ ձևով։ Գնա այնտեղ, վերցրու նրա գինու մի շիշ, նստիր նրա կողքին եւ լսիր։ Նա գնաց եւ լսեց, եւ Վազգենը, իմ համար ու վեհապանց նախապապը, գինին մատուցեց որդուն, բարձրացրեց բաժակը եւ ասաց. Գինին ժամանակ է պետք լավանալու համար, մարդիկ նույնպես ժամանակ են պահանջում։ Այսօր Վազգենը 85 տարեկան է, Մանուկյանի գինեգործարանը տարեկան արտադրում է 12000 շիշ, այնտեղ աշխատում է տարածաշրջանի 25 մարդ, այն արտահանում է 9 երկիր։ Եվ խաղողի այգին, որը գործարարը ցանկանում էր գնել շենքեր քանդելու եւ կառուցելու համար, ավելի կենթանի է, քան երբևէ։ Արենի նուար որդատունկերի շարքերով, որոնք փայլում են Արարատի արևի տակ, կարծես գիտեին, որ ինչ-որ արտասովոր բանի մաս են կազմում։ Վազգենը դեռ ամեն օր գնում է խաղողի այգի, նա դեռ ձեռքերով դիպչում է որդատունկերին, նա դեռ խոսում է նրանց հետ այնպես, կարծես նրանք մարդիկ լինեն։ Եվ երբ մեկը հարցնում է, թե ինչպես է նա դա արել, ինչպես է 80-ամյա տղամարդը արել այն, ինչ նա արել է, նա միշտ նույն բանն է ասում, գետի կողմից քաշ տված խճաքարի պես ձայնով։ Ես ոչինչ չարեցի, որ խաղողը չուզենար անել,
Ես պարզապես համբերություն ունեցա 80 տարի սպասելու, որպեսզի հասկանայի, թե ինչ է այն ուզում։